Մաթեմատիկոս սոցիոլոգիայի դոկտոր ցեղասպանագետ պատմաբան Վահագն Դադիրյանը ծնվել է 1926 թվականին Կոստանդնուպոլսում, ավարտել է Բեռլինի համալսարանի մաթեմատիկայի, Վիեննայի համալսարանի պատմության և Ցյուրիխի միջազգային իրավունքի ֆակուլտետները, դասավանդել է Նյու Յորքի ու Հարվարդի համալսարաններում։ Դադիրյանի աշխատությունները վերաբերում են հայոց ցեղասպանության պատմությանը, համեմատական ցեղասպանագիտությանը, իրավական, հոգեբանական տեսանկյունների վերլուծությանը։ Վահագն Դադիրյանն ուսումնասիրել է Օսմանյան կայսրության հայոց ցեղասպանության իրականացման պատմության պաշտոնական փաստաթղթերը։ Նա համոզված էր, որ ցեղասպանությունը միանգամից չի իրագործվում, այլ երկարատև նախապատրաստվում է և դահիճը սպասում է հարմար պահի։ Դադիրյանի աշխատություններն ունեն նաև քաղաքագիտական մեծ արժեք։ Ցեղասպանագետն առաջին անգամ շրջանառության մեջ է դրել կարևոր վավերագրեր։ Դրանք քննել է միջազգային իրավունքի, քրեագիտության, հասարակագիտության ու ոճրագիտության տեսանկյունից, միաժամանակ ստեղծելով հայոց ցեղասպանությունը գիտականորեն բնութագրող եզրույթներ ու սահմանումներ։ Դադիրյանի մասնագիտական կողմնորոշման համար շրջադարձային է եղել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը։ Մեկ այլ բախտորոշ հանդիպում էլ կաթոլիկ հոգևորական Գրիգոր Գերգերյանի հետ էր։ Նրա ուսումնասիրությունները ճանապարհ են հարթել Դադիրյանի հետագա գիտական գործունեության համար։ 1975 թվականին Նյու Յորքի համալսարանից կրթաթոշակ ստանալով Դադիրյանը սկսում է իր հետազոտությունները Լոնդոնի, Փարիզի, Բեռլինի, Բոննի և Վիեննայի պետական արխիվներում։ Նա առաջին անգամ շրջանառության մեջ է դրել բրիտանական հանրային արխիվում պահվող 1918-ից 20 թվականների Պոլսի բրիտանական բարձր հանձնակատարության բրիտանական արքայական իրավաբանական գրասենյակի փաստաթղթերը։ 1960-ից 90-ական թվականներին Դադիրյանը ֆրանսերեն, անգլերեն և գերմաներեն դասախոսություններ է կարդացել Բեռլինի, Մյունխենի, Պարմայի, Տորինոյի, Ցյուրիխի, Ուպսալայի, Մայնի, Ֆրանկֆուրտի, Բոխումի, Մյունստերի համալսարաններում, Ամստերդամի, Ուտրեխտի, Ժնևի և Բրյուսելի բուհերում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզյան կենտրոնում ու ՄԱԿ-ի Նյույորքյան կենտրոնակայանում։ 1996 թվականին Միացյալ Թագավորության համայնքների պալատում հայոց ցեղասպանության 80-րդ տարելիցին Դադիրյանն առաջին հայ զեկուցող գիտնականն է եղել։ Թուրքերենի, օսմաներենի, ֆրանսերենի, գերմաներենի, անգլերենի փայլուն իմացության շնորհիվ Դադիրյանը հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ հոդվածներ ու գրքեր է հեղինակել։ Տարբեր լեզուներով գրել է 22 մենագրություն, 140 գիտական հոդված, բազմաթիվ հրապարակումներ։ 40 տարիների գիտական աշխատանքի ընթացքում Դադիրյանը սեփական միջոցներով աշխարհի տարբեր գրադարաններից ու արխիվներից հավաքել է մեծ քանակի վավերագիր նյութեր և ստեղծել մեծ արխիվ, որը կարևոր աղբյուր է հայոց ցեղասպանության ուսումնասիրության համար։